Բարև ձեզ սիրելիներ, մենք շարունակում ենք մեր հերթական ուսումնասիրությունը Աստվածաշնչի եւ այսօր նոր գիրք ենք սկսում, առաջի թագավորած գիրքը, որը անգլերենով կոչվում է նաեւ Սամուելի գիրք։ Եվ այսօր մենք ուսումնասիրենք Ա թագավորած առաջի երկրորդ գլուխները։ Այս գլուխներում տեսնում ենք մի կնոջ աղոթքը, Աստծո պատասխանը եւ այն մեծ ճշմարտությունը, որ Աստված բարձրացնում է խոնարհներին եւ պատրաստում է իր ընտրյալներին։ Ա թագավորած առաջի գլխում այս պատմությունը սկսվում է Աննայով։ Նա երկար տարիներ երեխա չուներ եւ դա մեծ ցավ էր նրա համար։ Ամեն տարի Աննան գնում էր սելով տիրոջ տուն, բայց նրա սիրտը լի էր տխրությամբ։ Մի օր նա կանգնեց տիրոջ առաջ եւ ամբողջ սրտով աղոթեց։ Աստվածաշունչն ասում է, նա դառնացած հոգով աղոթում էր տիրոջը եւ դառնորեն լաց էր լինում։ Աննան Աստծուն ուխտ արեց, որ եթե որդի ունենա, նրան կնվիրի տիրոջը ծառայության։ Տերը լսեց Աննայի աղոթքը եւ ծնվեց Սամուելը, որի անունը նշանակում է Աստծուց խնդրված։ Աննան պահեց իր խոստումը եւ Սամուելին տարավ տիրոջ տուն։ Այստեղ մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ Աստված լսում է կոտրված սրտի աղոթքը, բայց այստեղ ավելի խորը պատկեր կա։ Ինչպես Աննան իր ամենաթանկը նվիրեց Աստծուն, այնպես էլ Հայր Աստված իր ամենաթանկ միածին որդուն տվեց աշխարհի փրկության համար։ Ինչպես Հովհաննես 3:16 ասում է, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Սամուելը նվիրվեց Տիրոջը ծառայության դեռ մանկուց, իսկ Հիսուսը ծնվեց մեկ նպատակով՝ կատարելու հոր կամքը եւ փրկելու մարդկությանը։ Երկրորդ գլուխը սկսվում է Աննայի գեղեցիկ օրհներգելով։ Նա այլևս չի կենտրոնանում իր ցավի վրա, նա փառաբանում է Աստծուն։ Նա ասում է. իմ սիրտը ցնծում է Տիրոջով։ Աննան հայտարարում է, որ Աստված բարձրացնում է խոնարհներին եւ հպարտներին խոնարհեցնում, ինչպես որ Հակոբոս 4:6-ն է ասում։ Նա նաեւ մարգարեական խոսքեր է ասում այն թագավորի մասին, որ Աստված պիտի հաստատի։ Սա առաջին տեղերից մեկն է, որտեղ ակնարկվում է մեսիական թագավորը։ Միևնույն ժամանակ այս գլխում տեսնում ենք Եղի որդիներին, որոնք չարաշահում էին իրենց ծառայությունը։ Նրանք կրոնական պաշտոն ունեին, բայց նրանց սիրտը հեռու էր Աստծուց։ Իսկ փոքրիկ Սամուելի մասին գրված է. պատանի Սամուելը աճում էր Տիրոջ առաջ։ Աննայի երգը մեզ հիշեցնում է Մարիամի օրհներգը Ղուկասի ավետարանում։ Երկու կանայք էլ փառաբանում էին Աստծուն, ով բարձրացնում էր խոնարհներին եւ կատարում իր խոստումները։ Բայց այս գլխում ամենակարևոր մարգարեությունը այն է, որ Աստված պատրաստում է հավատարիմ քահանայի։ Այս խոսքերը վերջնականապես կատարվում են Հիսուս Քրիստոսի մեջ։ Եբրայեցի 4-րդ գլուխ 14-ում կարդում ենք. մենք ունենք մեծ քահանապետ Հիսուս Աստծո որդուն։ Եղի որդիները ձախողվեցին։ Բոլոր մարդկային քահանաները սահմանափակ էին, բայց Հիսուսը դարձավ կատարյալ եւ հավիտենական քահանապետ, ով երբեք չի դադարում բարեխոսել մեզ համար։ Սիրելիներ, Աննայի պատմությունը մեզ սովորեցնում է երբեք չդադարել աղոթելուց։ Գուցե դուք էլ տարիներ շարունակ աղոթում եք եւ դեռ պատասխան չեք տեսնում։ Մի հուսահատվեք։ Աստված լսում է յուրաքանչյուրիս անկեղծ աղոթքը։ Եվ երբ նա պատասխանում է, հաճախ անում է ավելին, քան մենք պատկերացնում ենք։ Նա ոչ միայն օրհնեց Աննային որդիով, այլ Սամուելի միջոցով փոխեց ամբողջ Իսրայելի պատմությունը։ Հիշեք, ձեր այսօրվա աղոթքը կարող է դառնալ վաղվա մեծ օրհնության սկիզբը։ Սիրելիներ, եկեք ավարտենք աղոթքով մեր սովորության համաձայն։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու լսում ես մեր յուրաքանչյուր աղոթքը։
Շնորհակալ ենք, որ դու մեր հավիտենական քանապետն ես եւ մշտապես բարեխոսում ես մեզ համար։ Օգնիր մեզ չհուսահատվել սпасելու ժամանակներում եւ շարունակել վստահել քեզ։ Տուր մեզ Աննայի հավատքը, խոնարհությունը եւ նվիրվածությունը։ Թող մեր կյանքը փառաբանի քեզ այնպես, ինչպես Աննայի սիրտը փառաբանեց Տիրոջը։ Ամեն։ Սիրելիներ, եթե օրհնվեցիք, կիսվեք ձեր ընկերների հետ եւ մեկնաբանություններում գրեք, թե դուք ինչպես եք տեսնում Հիսուսին առաջի թագավորած առաջի երկու գլուխներում։ Թող Աստված օրհնի ձեզ, Աստծո կամքով կհանդիպենք մեր հաջորդ գլուխներում։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։